Եղբայրներ, ձեզ հիշեցնեմ այն ավետարանը, որ ես ավետարանեցի ձեզ, որը դուք ընդունեցիք եւ որի մեջ հաստատված եք, որով նաեւ դուք փրկվում եք, միայն թե ամուր բռնեք այն, ինչ քարոզեցի ձեզ, որ իզուր տեղը հավատացած չլինեք, որովհետեւ ձեզ տվեցի այն, ինչ նախ ես ընդունեցի, թե ինչպես Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ գրքերի համաձայն, եւ որ նա թաղվեց ու երրորդ օրը հարություն առավ գրքերի համաձայն, եւ երևաց Կեփասին, հետո 12-ին, հետո միաժամանակ երևաց 500-ից ավել եղբայրների, որոնցից շատերը դեռ ողջ են, թեև մի քանիսը ննջեցին, ու հետո երևաց Հակոբոսին, հետո բոլոր առաքյալներին, եւ բոլորից հետո նա ինձ էլ երևաց որպես մեկի, որ ժամանակից հետո է ծնվել, որովհետեւ ես առաքյալներից հետինն եմ, որ արժանի չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծո եկեղեցին հալածեցի, սակայն ինչ որ եմ, Աստծո շնորհքով եմ, եւ նրա շնորհքը, որ իմ վրա է, իզուր չեղավ, այլ ես բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծո շնորհը, որ ինձ հետ էր, արդ թե ես, թե նրանք այսպես են քարոզում, եւ դուք այսպես հավատացիք, իսկ եթե քարոզվում է, թե Քրիստոսը հարություն է առել, ապա ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մերելներից հարություն չկա, եթե մերելների հարությունը չկա, ուրեմն Քրիստոսը հարություն չի առել, եւ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզչությունը ունայն է եւ ձեր հավատը զուր, ու մենք էլ դառնում ենք Աստծո սուտ վկաները, քանի որ Աստծո մասին վկայություն տվեցինք, թե Քրիստոսին հարություն տվեց, որովհետեւ եթե մերելները հարություն չեն առնում, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել, եւ եթե Քրիստոսը հարություն չի առել, ապա զուր է ձեր հավատը եւ դուք ձեր մեղքերի մեջ եք, իսկ նրանք, ովքեր Քրիստոսով ննջեցին, կործանվեցին, եթե միայն այս կյանքի համար ենք հուսացել Քրիստոսին, ապա բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք, բայց հիմա Քրիստոսը մերելներից հարություն է առել ննջեցյալների անդրանիկը, ուստի քանի որ մարդով եղավ մահը, մարդով եղավ նաև մերելների հարությունը, որովհետև ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը պիտի կենդանանան, բայց ամեն մեկը իր կարգով, առաջին պտուղը Քրիստոսը եւ հետո նրանք, որ Քրիստոսինն են նրա գալու ժամանակ։ Ամեն։ Ամեն, Աստված թող օրհնի իր խոսքը, շնորհակալություն Տեր օրհնի բոլորիս, առաջին ուզում եմ փոխանցել մեր սիրելի լուտեր եղբոր բարևները, ողջույնները, երեք զանգեց, աղոթեց, շնորհավորեց դարձյալ ու ուղարկեց։ Այսօր երկրորդ կիրակին է եւ գիտեք երկրորդ կիրակին ընդունված է ասել Թովմասի կիրակի, որովհետեւ առաջին միաշաբթին Թովմասը նրանց մեջ չէր եւ երկրորդ միաշաբթին կիրակին արդեն Թովմասը նրանց հետ էր ու Հիսուս հայտնվեց նաև Թովմասին էլ։ Մենք դրան կանրադառնանք այսօրվա պատգամում։ Պատգամի վերնագիր հետևյալն է. Քրիստոսի հարության փաստարկները, փաստերը։ Եթե ուշադրությամբ հետևեցիք այս հատվածին, դժվար չէ նկատել, որ 12-րդ համարը, իսկ եթե քարոզում է, թե Քրիստոսը հարություն է առել, ապա ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելների հարություն չկա։ Այս համարը հանդիսանում է բանալի համար։ Եվ այս գլուխը նվիրված է, այս ամբողջ 15-րդ գլուխը Կորինթացիների առաջին համակի նվիրված է հետևյալ խնդրի լուծմանը, արդյոք մեռելների հարություն կա, թե չկա, Քրիստոս հարություն է առել, թե ոչ։ Ընդհանրապես Կորինթացիների նամակը այն նպատակով է գրվել, այն խնդրի լուծման համար է գրվել, որպեսզի սպառիչ պատասխաններ տա բավարարի Կորինթացիների կողմից ուղարկված հարցերին։ Կորինթացիները շատ հարցեր ունեին առաքյալին ուղված եւ նրանք տեղյակ են պահել եւ Պողոս առաքյալը այս առաջին նամակի մեջ պատասխանում է իրենց շատ հարցերի եւ այս գլխում բացատրում է, խոսում է մեռելների հարության մասին, որը հիմնված է Քրիստոսի հարության եւ Աստվածաշնչի կամ գրքի խոսման վրա կամ գրքի վրա։ Կորինթոս քաղաքի եկեղեցում քարոզվում էր, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից, բայց ոմանք ասում են, թե մեռելների հարություն չկա։
Պողոս առաքյալը նրանց ասում է ժողովուրդ դուք գիտեք ինչ եք ասում ոնց մեռելների հարություն չկա Եթե մեռելների հարություն չկա ապա ձեր ասելով Քրիստոս էլ հարություն չի առել Եթե Քրիստոս հարություն չի առել ապա մի քանի հետևանքներ Եթե Քրիստոս հարություն չի առել հետևաբար առաքյալները ձեզ դատարկ բաներ են քարոզել ու դուք ինչի որ հավատում եք պարապ բանի եք հավատում Իզուր է ձեր հավատքը Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա առաքյալները սուտ վկայություն են տվել։ Եվ այդ սուտ վկայությունը նշանակում է, որ դուք էլ շարունակում եք մնալ ձեր մեղքերի մեջ, ձեր կյանքը չի փոխվել։ Այսինքն դուք սրբության մեջ չեք, մաքրության մեջ չեք, հին կյանքի մեղավոր կյանքի մեջ եք։ Դուք հիշում եք, թե Կորինթոսը որտեղ է չէ գտնվում։ Մեկ ամիս առաջ ինձ առիթ ընծայվեց, ես մի շաբաթ եղա Կորինթոսում։ Շատ հիանալի աշխարհագրական դիրք ունի։ Եվ հին ժամանակներից էլ ինքը առևտրական նավահանգստային քաղաք էր, եւ սա հանգեցել էր մեղավոր կյանքի, մեղքը շատ էր զարգացել Կորինթոսում, եւ նրանք շարժվում են շատ բարոյական ցածր չափանիշներով։ Հեթանոսական տաճարներում գործող այդ ամբարոյականներ, ովքեր սանդալներ, կոշիկներ էին հագնում, կոշիկների տակ գրված էր հետևիր ինձ։ Եվ երբ որ նրանք քայլում էին, հողի վրա, գետնի վրա դաշվում էր այդ գրությունը հետևիր ինձ։ Եվ եթե գնային դրա հետքերով, պիտի գնային այն ամբարո կենտրոնները, որոնք գնում էին նրանք։ Դրա համար էր Պողոս առաքյալն ասում ինձ հետևեցեք, ինձ դմանվեցեք, ոչ թե Կորինթոսին, ոչ թե դրանց։ Ուրեմն այս մարդիկ Կորինթոսի մարդիկ չէին մաքրվել, չէին լվացվել, սուրբ կյանքի մեջ չէին մտնել, բայց առաքյալը նույն թղթեբան գրության իր Կորինթոսին թղթերից մեկում ասում է, բայց ժամանակին այդպիսին եք, բայց հիմա լվացվեցիք, բայց հիմա փոխվեցիք, բայց հիմա սրբվեցիք, այսինքն Քրիստոսի հարությունը կյանք է փոխում։ Փոխում է ամբողջ իրականությունը եւ եթե Հիսուս Քրիստոս հարություն չի առել, ապա մարդիկ ովքեր հավատում են Քրիստոսին ու ննջեցին, ինչ եղավ նրանց հետ։ Կորան իսկ ուր մնաց հավիտենական կյանքը ու Քրիստոսի հետ երկնքում ապրելը եւ մնացած խոստումների ի կատար ածվելը։ Ահա այսպիսի մի համայնապատկեր էր տիրում Կորինթոսում այն հավատացյալների մոտ, ովքեր ժխտում էին Քրիստոսի հարությունը, ովքեր ժխտում էին մեռելների հարությունը։ Իսկ ինչպիսին է այսօր մեր պատկերը, մեր իրականությունը։ Այս կարդացված հատվածը այսօր մեզ հետ կապ ունի, առնչություն ունի, թե չունի։ Այսօր մեր մեջ չկան մարդիկ, որ ասում են Քրիստոս հայրավի մեռելոց, բայց ոչ Քրիստոսի հարությանն են հավատում, ոչ էլ մեռելների հարությանը։ Կան։ Գիտեք, անցյալ կիրակի օրը եկեղեցու դարպասները բացում են, մեկ էլ դիմացի հարևանին ողջունեցի, Քրիստոս հայրավի մեռելոց, լավ, զրուցում ենք, մեկ էլ մյուս հարևանը եկավ, աշխատանքից էր գալի, երեկոյան հերթափոխից էր գալիս, եկավ, մոտեկացավ մեզ, Ղարաբաղցի, եւ ասեց, ոնց են ասում, հայր մեր, ինչ պիտի ասենք, հայր մեր, հարևանը սուղեց, ասես չէ, հայր մեր չէ, պիտի ասես Քրիստոս հայրավ իմ մեռելոց, գիտեք ինչ ասես, օ լավ, այլ են ասիկ ու բրծակ, իրա փոխարեն մենք էլ ենք ասում, այսպես է, մարդկանց երբ ասում են Քրիստոսին հավատալու եւ հավիտենական կյանքի մասին, ոմանք ասում են վերջ տվեք ձեր հեքիաթներին, մարդիկ ինչքան շատ գլուխ են կոտրում, համոզելու, ասելու, թե իրենք քրիստոնյա են, բայց չեն հավատում, որ Քրիստոսի առջև են կանգնելու ու հաշիվ են տալու իրենց կատարածների եւ չկատարածների համար։ Միթե սա չէ մեր համայնապատկերը, այսօրվա մեր ընդհանուր նկարագիրը, որը որոշ հարցերով չի տարբերվում կորինթացիներից, այն կտրվածքով, որ եթե Քրիստոս հարություն չի առել, եթե մեռելների հարություն չկա, Քրիստոս հարություն չի առել, ուրեմն պարապ տեղը եկել ենք այստեղ ժամավաճառությամբ ենք զբաղվում։ Ոչ, Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Եվ առաքյալը ուզում է այս գլխի մեջ, այս հատվածում գոնե 3 մասի եթե բաժանենք,
երեք կողմով է մոտենում հարցին։ Առաջինը ինքը 1-4 համարներում խոսում է, որ սուրբ գրությունները, սուրբ գիրքը, գրքերը վկայում են այդ մասին, գրքերի վկայությունն է մեջ բերում։ Հաջորդը, երկրորդը 5-ից 11 համարները ականատեսների վկայությունն է, եւ վերջապես երրորդ մասը Քրիստոսի հարությանը հավատացողի մեջ տեղի ունեցած կյանքի փոփոխությունն է 12-ից 22 համարները։ Եվ այս կառուցվածքով էլ գնանք առաջ։ Առաջինը փաստորեն խոսենք սուրբ գրքերի վկայության մասին։ Այս համարներում հենց առաջին համարներից նկատեցիք գրված է ավետարան եւ ավետարանեցի բառերը։ Այսօր մեզ համար ավետարանը, երբ որ ավետարան ենք ասում, մենք հասկանում ենք գրավոր խոսքը, չէ՞։ Նոր կտակարան, 5 կտակարան, գրավոր խոսքը, որը տրված է մեզ։ Բայց Պողոսի ժամանակ նոր կտակարանը ամբողջական չէր, չկար նոր կտակարան։ Գրավոր չէր, բանավոր էր։ Եվ Պողոս առաքյալը այդ ավետարանը բանավոր փոխանցում էր Հիսուս Քրիստոսի խաչելության մասին, գործերի մասին, զոհաբերության մասին, հարության մասին եւ համբարձվելու մասին, սա էլ ավետարանը բանավոր էր։ Ես մի փոքր ուսումնասիրություն կատարեցի, տեսա, որ օրինակ առաջի Կորինթացիների թուղթը գրվել է 55-ից 56 թվականներին։ Իսկ առաջի ավետարանը երբ է գրվել, եթե գիտեք, չէ, Հովհաննեսը երբ է գրվել 85-ից 95 Հովհաննեսի ցույցներից կդրեցինք, ուրեմն Պողոսը Հովհաննեսի ավետարանը չի կարդացել։ Կարար կարդար։ Չէր կարա կարդա, 60-ական թվականներին ինքը նահատակվել է։ Հաջորդը Ղուկասի ավետարն է 61-ից 62։ Բայց թուղթը ինքը գրել է 55-ից 56։ Մարկոսը 57-ից 60 թվականներ եւ Մատթեոս ավետարանը 50-ից 55 ամենահավանականը դա էլ, բայց ով գիտի ինչ աստիճան, ինչքանով էր պատրաստ, ինչքանով էր տարածված, ում ձեռքը ինչ էր հասել։ Ուրեմն, սակայն ինչ որ ասում է բանավոր վկայություն, որը Քրիստոսի մահվան հարության եւ երկինք համբարձվելու մասին էր, Պողոս առաքյալը այս գրվածքում ասում է, որ այս բոլորը կանխապես, նախապես գրված էր գրքերում, մարգարեացվել էր գրքերում։ Որն են այդ գրքերը։ Այդ գրքերը մեր ձեռքում ունեցած Աստվածաշնչի 5 տակարանի բաժինն է։ Փաստորեն Քրիստոսի հարության մասին մենք իմանում ենք 5 տակարանից, հարության համբարձման մասին 5 տակարանից։ Եվ այս ճշմարտությունները կան 5 տակարանում։ Եվ ասում է, հիմնվում է Քրիստոսի հարությունը հիմնում է սուրբ գրությունների վրա։ Այսօր մենք ունենք գրավոր ավետարան։ Պողոսի բանավոր ավետարանը հիմնված է 5 տականի գրավոր փաստաթղթի վրա, իսկ մենք այսօր ունենք թե հին եւ թե նոր կտակարանները, որոնք Աստծո ճշմարիտ խոսքն են եւ նրանք էլ խոսում են Քրիստոսի հարության, մեռելների հարության մասին։ Ուրեմն պետք է մարդկանց քաջալերենք, որ իրենք կարդան ու հավատան Աստծո խոսքին։ Հիսուս Քրիստոսը 5:39 Հովհաննես ավետարանում ասում է հրաներին հետևյալն է ասում. քննեցեք գրքերը, քանի որ կարծում եք, թե դրանցով հավիտենական կյանք ունեք, եւ դրանք են գրքերը, որ վկայում են իմ մասին։ Այնքան մարդիկ կան 5 գիրքը այդ գրքերը կարդացել են, բայց Քրիստոսի մասին բան չգիտեն։ Նշանակում է բան չեն կարդացել։ Եթե գրքերը գիտենք, բայց Քրիստոսին չգիտենք, բան չգիտենք։ Այդ գրքերը նրա մասին է։ Էմաուսի ճանապարհին գտնվող աշակերտները Հիսուս հանդիպեց իրենց եւ նրանց մեկնեց եւ հետեւյալը ասում է. մեկնեց բացատրեց այն, ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին, որ գրքերի մեջ 5 տականի մեջ գրված էր իր մասին։ Մի քանի տարիներ առաջ էր ես Մարտուն եղբորը հարցրեցի, ասեց, որ ինքն էլ է տեսել փոքր բարակ բրոշյուր կա Սոնա Փամբակյանի խմբագրությամբ, հետեւյալն է 40 վկայություն այն մասին 5 տականից, ինչ է ասում 5 տականը Քրիստոսի հարության մասին։ Դրանից լավ էլ ինչ ասենք, խոսենք 40 վկայություն, 40 փաստեր,
5 տականից։ Բայց ինչքան խեղճ է, չէ՞ որ հավատացյալները կամ որ սկի նոր գտականից չեն կարող փաստեն Քրիստոսի հարությունը, ուր մնաց 5 տակարանը։ Քրիստոս հայրավի մեռելոց, կարծեմ այդ վերնագիրն ունի այդ գիրքը։ Չնայած այն հանգամանքին, որ գրքերը կային, ասենք որ մարդիկ կային, որ գրքերի մեջ էլ չեն տեսնում մեռելների հարությունը, հարության փաստը կամ հրեշտակների մասին վարդապետություն ուսուցումը կամ գիտությունը։ Դրանք կոչվում են սադուկեցիներ։ Ունեն գիտություն, ունեն իշխանություն, ժամանակային իրենք էին իշխում, առաջին դարում քահանապետը իրենցից է լինում, բայց նրանք գրքերին չէին հավատում, գրքերին հավատում էին, գրքերը բերում էին մեջտեղ, բայց այն որ գրքերը ասում էին հարության մասին, մեռելների հարության մասին, նրանք դրան չեն հավատում։ Այդ մասին կարող եք կարդալ 22-րդ գլուխ Մատթեոսի ավետարան 23-ից 33 համարները։ Եվ մի հարց են մոկոնում, բերում են Հիսուսին դժվարության առջև կանգնացնելու, բայց իրենք են կանգնում դժվարության առջև։ Ուրեմն, մեռելների հարությունը, Քրիստոսի հարությունը հիմնված է ինչի վրա։ Գրքերի վրա, առաջի 4 համարները։ Հաջորդը ականատեսներն են։ Ականատես բառը գիտեք ինչ է նշանակում, ականատես։ Վկա, չէ, որ ինքը տեսել է։ Մի քանի տարի առաջ էր մեր բանկի կռուկ կոչված Խաշմերուկում 24-10 մեքենայով անցնում է, հետևիցս մի մեքենա զարնեց, խփեց։ Ահա, ես իջա հանգիստ, բան։ Երևի հետևի վարորդը տեսավ, ես հանգիստ եմ ինք ավելի ոգևորվեց, ես ինչ արեցիր, բան, ասեմ ինչ արեցի, հետևից դու ես գալիս։ Քի տորմուզը վիրխի ես, տորմուզը արգելակն է։ Եվ այլն, դե արի ես բան բացատրի, ինչ բան բացատրեմ։ Մեկ է տեսակ կողքից մեկը գալիս է։ Գիտեք, չէ՞, ուչաստկովի միլիցաները, թաղայները, որ սենց կողքի պապկա ունեին։ Այ դարաշրջաններ, այս հարևանս էր, իմ հին հարևաններից մեկն էր։ Սենց այդ պապկայով տենց մոտիկացավ, ծխախոտը ձեռին, սենց ծխեց նայեց, այս ում մեքենան, այս հետևին ումն է, ով է վարորդը։ Մեկ էլ ասեց, իմն է, ասեց, մեղավորն է, մեղավոր ես, մեկ էլ ասեց, Ոնց դու ով ես, որտեղից հայտնվեցիր, ինչ եկար։ Ոնց թե ես ով եմ։ Հա, ասում է, դու ինչ գործ ունես բանման։ Ասեց, ես ով եմ, ես ականատեսն եմ։ Ես ականատեսն եմ, ականատեսը շատ կարևոր է։ Եվ խելոքացավ ու գնաց, իմ մեքենայի ծախսերն էլ ինքը չարեց, էլի։ Դե մենք բարի մարդիկ ենք։ Այդքան շատ բան չէր եղել։ Ականատես։ Պողոս Առաքյալը սկսում է Պետրոսից։ Հիսուս երևաց Պետրոսին, Պետրոսը տեսել է։ Եվ Պետրոսը, որ ուրացել էր Հիսուսին, վերջում ինքը ասեց, ես արժանի չեմ, որ ինձ ուղիղ իմ տիրոջ պես խաչեք, այլ գլխիվար պետք է խաչեք։ Այդպիսի ականատես էր։ Հիսուս երևաց բոլորին, անուններ է բերում, Հակոբ եւ այլը։ Եվ ասում է, որ ինձ էլ երևաց, չէ՞։ Պողոս Առաքյալը այդպես է ասում։ Այս առումով մի քանի բաներ հիշենք, քանի որ Թովմասի կիրակին է, եկեք Թովմասին չշրջանցենք։ Թովմասին։ Թովմասը բացակա էր, առաջի կիրակին աշակերտների հետ չէր։ Քանի հոգի են, եթե 11 են մնացել, ինքը բացակա էր, մի 10 կլինեին։ Ընդհանրապես շատ մի չար չէ։ Օրինակ Պողոս օրինակ ուշադրություն դարձրեցի, ասում է երևաց 12-ին։ Հաստատ 12-ն էին, Հուդան չկար։ Ուրեմն էդի արտահայտությունները 12, 11 կարող է պատահի ամբողջական չլինի։ Հենց շատ մտածեք, որ սխալագրված կամ էս ինչա եւ այլն։ Ուրեմն Պողոս Թովմասը այդ օրը այնտեղ չէր։ Եվ ինքը 10 հոգին փաստորեն 10 հոգի ասում է ախպեր տեսել ենք հայելի ինքն էր, ախպեր փորձել ենք, հաց են կերծրել, ես ենք արել, ինքն էր, դռները փակեր, եկավ, մտավ, ինքն էր, բան, հա, չէ, մինչև ես չտենամ չեմ հավատա, հա, մինչև ես իմ ձեռքերով, բաներով չստուգեմ չեմ հավատա, ինք իր սեփական էխոս, ռենտգեն եւ այլ ապարատներ ուներ, ինքը պետք է համոզվեր, եւ Հիսուս եկավ երևաց ու ասեց Թոմաս, արի, բեր, մատդ բեր եւ այլը, բեր, ստուգ ինչ ես անելու։ Ու այդ ժամանակ Թոմասը ինչ ասեց, իմ Աստված, իմ Տեր, Աստված իմ Տերին։ Երբ որ 11-ին հանդիպեց, 11
այդպես է գրված Ղուկաս ավետարան 24:36-42, նրանք մտածին ուրվական է, աչքներին է երևում, կարող է կպնեն փախնի, կամ կպնեն չզգան, չէ, ասեց, գիտեք, ոգին, որ դուք պատկերացնում եք, ոսկորու մարմին չունի, բայց ես ոսկորու մարմին ունեմ, ես չգիտեմ հարուցյալ մարմինը ինչ է, բայց Հիսուս հարուցյալ մարմինը ունի, էտա, ոնց է լինում, որ փակ դռնից մտնում է, հետո ասում է խորոված, ինչ ունեք, ձուկ ունեք, ինչ ունեք, բերեք, տվեք ուտեմ, աչքների առջև ուտում են, տեսնում են, բևեռի նշաններ կամ են կա, այսինքն ինքը իրական է, ու աշակերտները համոզվեցին, իմացան, որ Տերը հարություն առել, ուրեմն ականատեսները, նրանք տեսել են, այն ինչ որ ես ու դուք ենթադրենք կմտածենք, այդ հարցերը իրան տվել են, այն ինչ որ մենք մտավախություններ ունենք, իրանք այդ հարցերը ստուգել են, տվել են, Հիսուսը նաև հայտնվեց իր համբարձումից հետո, չէ, համբարձումից հետո, մինչև համբարձումը 40 օրվա ընթացքում հանդիպում էր, չէ, տարբեր առիթներով, համբարձումից հետո ում հանդիպեց, Պողոսին հանդիպեց, կարող է ձեզ էլ հանդիպել, թե չի հանդիպել, հանդիպած կլինի, չէ, ուրեմն շատ ակնառու էր Պողոս առաքյալի հետ հանդիպումը, չէ, և հետաքրքիր մի բան էլ կամ, Հիսուսի խաչելությունը և հարությունը ուղեկցվեց բեռելների հարությամբ, ես չգիտեմ ոնց է բացատրում Սուրբ գրքի այս տողերը, բայց կարդում ես ասում է գերեզմանները, երկրաշարժ եղավ, շարժվեցին բեռելները, տպլ հելան դուրս, հետո ով իմացավ այդ մասին և գնացին քաղաքը երևեցին, հայտնվեց, եղել է այդ փաստը արձանագրված է, Սուրբ Հոգին հարմար է տեսել, որ մեզ ցույց է տվել մեռելների հարության փաստը, որը ուղեկցեց Հիսուսի հարությանը։ Եվ մի բան, փաստորեն արդեն այս ականատեսների վկայությունը վերածվեց գրավոր փաստի, նոր գտակարանի։ Ավետարանը ինքը հիմնված է Քրիստոսի հարության վրա։ Եթե Քրիստոս հարություն չառներ, ավետարան չենք ունենա։ Իսկ մեռելների հարությունն էլ հիմնված է ավետարանի վրա։ Ես ասում եմ, հավատում ես, կարող է չեմ պատկերացնում, բայց հավատում եմ։ Բայց ո՞ր ես հավատում։ Ստեղ է գրված։ Մեռելները հարություն պիտի առնեն, դուք հավատում եք տենց հեքիաթների, հա, ինչ որ ժամանակ է գալու, նորից էս գերեզմանները, գերեզմանոց գնացեք, կանգնեք ու պատկերացեք, որ այդքան մեռել հարություն պիտի առնի։ Ամեն մեկը իր ժամանակին, իր տեղին։ Առաջի հարություն կա, երկրորդ հարություն կա, արդարների հարություն կա, մեղավորների հարություն կա, դրա մասին այլ խոսակցության այլ քարոզների մեջ կարող ենք անդրադառնալ։ Ուրեմն ավետարանը հիմնված է Հիսուսի հարության վրա և մեռելների հարությունը հիմնված է ավետարանի վրա։ Մի խոսք կարող է սա էլ ձեր դուրը գա, քանի որ Քրիստոս հարություն է առել, սա խոսում է ավետարանի ճշմարիտ լինելու մասին։ Իսկ ավետարանն էլ վկայում է մեռելների հարության ճշմարտության մասին։ Իսկ այս ճշմարտությունը կա ավետարանում։ Եվ վերջապես անցնենք երրորդին։ Երրորդը ինչ էր։ Ով կհիշի։ Փոխված կյանքը, այո, Քրիստոսի հարության հավատացողի մեջ տեղի ունեցած կյանքի փոփոխությունը։ Ինձ հետևիր, ոչ թե այդ ամբարյական կյանքը վերափոխվել էր Քրիստոսին հետևելու։ Ինձ հետևիր։ Ուրեմն մեղքերից ազատագրվելը Հովանու առաջի թղթի 1:7-ի մեջ ասում է Հիսուս Քրիստոսի արյունը մեր փրկում է ամեն մեղքից, փառք Տիրոջը։ Աստված ներում է տալիս, թողություն է տալիս։ Մեղքերից ազատագրումը տեղի ունենում Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրիշ ոչ մեկով թողություն չկա։ Աստված ներում է, ընդունում է ամեն տեսակ մեղավորի, անառակության մեջ է, մոլուսների մեջ է, ազատագրում է բոլորին իրենց վատ սովորություններից։ Նրանք, ովքեր առաքին ունեցեն մեղքի տարտարոսի մեջ գնալ եւ այնտեղ անգրվանել, թող ուրախանան Տիրոջմով, որ այդ առանձնաշնորհում ունեցել են, բայց իրենց երբեք վեր չդասեն նրանցից, ովքեր մեղքի մեջ դեռ շարունակում են լինել կամ են։ Աստծո ողորմությունն է մեզ հասել։ Մենք ոչինչով ավել չենք, բայց այդ շնորհը հայտնվեց մեզ եւ հիմա մեր կյանքը կառավարում է Աստծո կատարյալ Սուրբ Հոգին, ոչ թե մեր ցանկությունները
մեր մեղանչական բնությունը եւ երևույթները։ Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Հռոմեացիս 4:25-ի մեջ մի բան է միշտ հանցանքի մեղավոր լինելու զգացումով ապրելը։ Դա գիտեք ինչ է, դա հայկական խոսք ասում է գող սիրտը դող։ Մեկ ուրիշ բան է մեղքից արդարացված լինելը։ Սատանան շատերին է փսփսում, ասում, որ դու իմն ես, քանի որ մեղավոր ես, մեղք ես գործում, բեղանչական բնություն ունես եւ շատերին է գայթակղում իր հին կյանքով, տես, հին կյանքը եւ այլը։ Այսպեսի մի գիրք կա, Քրիստիանոսի ճանապարհորդությունը։ Ծանոթ չէ՞։ Ասում են Աստվածաշնչից հետո խորհուրդ էր տրվում կարդալ այդ գիրքը, բայց հիմա հավատացյալները չեն կարդում, չէ՞։ Իսկ Աստվածաշունչ չեն կարդում։ Ես մեկ հարց ու պատասխան որ անցկացնում ենք, տեսնում ենք, որ այդքան չեն կարդում, ուր մնաց քրիստիանոսի ճանապարհությունը կարդան։ Բայց այնտեղ մեր կյանքը կա, մեր արտացոլումը կա։ Այնտեղ սատանան այդ հերոսին քրիստիանոսին ասում է, որ դու իմն ես, քանի որ իմ տիրապետության մեջ ես ծնվել, հպատակության տակ եւ ինձ ես պատկանում, սատանան է ասում, բայց այս հերոսը հետեւյալ պատասխան է տալիս. այո, գիտեմ, բայց Հիսուսն ինձ ազատել է քո տիրապետությունից։ Տերը ազատում է մեղքի տիրապետությունից ու արդարացնում ազատությամբ իրեն համար ապրելու։ Չարդարացված մեղավորը մեղքի համար է ապրում։ Արդարացածը Աստծո։ Ես ում համար եմ ապրում։ Սա շատ կարևոր է։ Այսօր ում համար ես ապրում։ Դու կարող ես ապրել այնպես, որ վկայես, որ Քրիստոս հարություն է առել։ Կարող ես ապրել այնպես, որ մեռել իր հարություն չկա։ Քրիստոս էլ հարություն չի առել։ Բայց մենք հարություն ենք առել Սուրբ Հոգու տաճար լինելու համար։ Առաջի Կորինթացիս 6:14-ի մեջ է ասում, ասված որ մեր Տիրոջը հարություն տվեց, մեզ էլ հարություն կտա իր զորությամբ եւ ավարտում է, որ խրատում է ապրել իբրև Սուրբ Հոգու տաճարներ։ Նաեւ Աստված մեզ իրեն հետ ինչ արեց, հարուցեց եւ նստացրեց երկնավոր տեղերում։ Օհ, սա շատ ճոխ համար է, չէ՞, շատ զորեղ խոսք է։ Հետաքրքիր է, Հռոմեացիների 6-րդ գլխում է, խոսում է, որ մենք նույնանում ենք Քրիստոսի հետ իր մահվան մեջ։ Հարության մեջ։ Եվ այստեղ էլ ասում է հարուցանեց եւ նստացրեց երկնավորների մեջ։ Հարությունը տանում է դեպի երկինք։ Հիսուսին հավատալով մենք երկինք չենք համբարձվում Հիսուսի հետ։ Մենք հիմա այստեղ ենք, բայց իր միջոցով արժանանում ենք այն դիրքին ու փառքին, որ նրանից տրվում է մեզ։ Մենք դեռ մնում ենք երկրի վրա, բայց ապրում ենք երկնքով ու երկնայինի համար։ Եթե Քրիստոսի հետ հարություն առաք, Կողոսացիս 3:1-3, ապա վերինները մտածեք եւ ոչ թե երկրի վրայինները։ Երկրի վրայինները որոնք են։ Դրանք մեղքի դրսևորումներն են, իսկ վերինները Քրիստոսի հետ կապված բաները։ Սա նշանակում է ապրել մեղքից ու երկրից վերից սպասվող օրհնություններով։ Նաեւ Քրիստոսի հարությունը ինչ է անում, գալիս ենք եւ մոտիկանում ենք վերջին։ Ինչ կապ կա հարությունը մահի հետ։ Հարությունը մահի հետ կապ ունի։ Պանիխիդա գնացել եք։ Պանիխիդա գնացել եք։ Եթե ավետարանական բողոքականներ պանիխիդային անում, բոլորը հարության մասին, հարության թեմաներով են խոսում, երբ մահի ժամանակ։ Հույս են տալիս, ինչի։ Հա, ով ասեց հոգի հանգիստ։ Հա, ես ընդհանրապես այդ բառը չեմ օգտագործում։ Հա, ճիշտ եք ասում։ Ասի կարող է հասկանալի լինի։ Ճիշտ եք ասում։ Ես հոգի հանգստի փոխարեն ասում հրաժեշտի պաշտամունք, հրաժեշտի ծառայություն, զգուշանում եմ հոգի հանգստի մասին արտահայտվել։ Հա, ճիշտ է։ Հրաժեշտ, վերջին հրաժեշտ։ Այդպես, շնորհակալություն։ Գիտեք, հարուցյալ կյանքով ապրող մարդը մահից չի վախում։
ննջելուց, ննջատուփից չի վախում։ Եվ հարության կյանքը դրսևորվում է նաև աշխարհին հրաժեշտ տալուց։ Ննջելիս մենք հավիտենական հույսի արկայությամբ ենք թողնում այս աշխարհը։ Ննջողները ոչ թե անհետ կորչում են, այլ գնում են Հիսուսի մոտ եւ գտնվում են Հիսուսի հետ երկնքում։ Եվ նա էլ կբերի իր հետ երկիր, երբ որ կամենա։ Որից հետո կունենանք հարուցյալ մարմին, մի քիչ սեղ բաներ եմ ասում, հարուցյալ մարմին ու հավիտյան Քրիստոսի հետ կլինենք անբաժան։ Սիրելիներ, Քրիստոսի հարության համար բավարար ապացույց է Աստվածաշունչ Մատյանը։ Եթե այս ապացույցները մարդիկ չեն ընդունում, ավելին չեն կարող։ Հիշում եք Ղազարոսի, Աբրահամի, Ղազարոսի մեծահարուստի պատմությունը, տեղից բաներ կա, չէ՞ լավ, ասում է, այնտեղ ունեն, թող գնա։ Երկրորդը, այս Աստվածաշունչը պարունակում է ականատեսների վկայությունը։ Մյուս կողմից էլ մենք հանդիպելով Քրիստոսի հետ դարձանք ականատեսներ, մեր կյանքը փոխվեց, մենք դարձանք սրբության հավիտենական կյանքին հաղորդակիցներ ու այսօր մենք դարձանք Քրիստոսի վկաները։ Հարուցյալ Քրիստոսի հարուցյալ վկաները։ Թող Աստված օգնի տնօրինի մեր կյանքը այնպես, որ այն օգտակար լինի մարդկանց փրկության ու հարության համար ու թող փառավորվի Հայր Աստված, որ մեռելներից հարուցանեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Թող փառավորվի հարուցյալ Տերը Հիսուս Քրիստոս եւ Սուրբ Հոգի Աստված, որ մեզ մատակարարեց այս մեծ օրհնությունը։ Ամեն։